Յա, էսում անտրուսիկ մնացած բալանա, Պետրոս, ինչի չէիր կանչում արա այս մարդուն, այս ղազախական ծորենը ինչ բերել են Հայաստան, դու սրա մասին լրի դու ես կերը մոռացել դրա մասին, թե գիտես իրա գլուխն է խառը, ասում ես դրան հիմա չարժի կանչել, նրա գլուխը հիմա խառն է։ Վահագ ջան, պապան ոնց է ապեր։ Էսի դու ես վերջերս դժգոհում էիր, ասում էիր, այս ինչի իր երեխուն լավ չի դաստիարակե, այս դաստիարակության հետ կապված պրոբլեմ կա, այս ինչը նրա հայրն է, ինչը նրա տղան է։ Բայց տենց էլ չիմացանք, այդ ցավը տանեմ, քու հերն ով է։ Տղա ես արա, մի օր պապայի հետ մի նկար նկարվիր, տենանք այդ մարդը ինչ շնորհքի տեր է, այդ ինչ, բայց ես մարդա դաստիարակե, այտենց տղայա դաստիարակե։ Մամայի մասին իմացանք ողորմի մամային։ Բայց պապայի տենց էլ չճանաչինք, այդ ցավը տանեմ, իմանանք, ասես մարդա տվե մեր հասարակությանը։ Տես դաստիարակությունը տվե, բայց չիմացանք այդ մարդն ով է։ Մի օր կազմակերպի պապային էլ, Պետրոս ջան, հաջորդ անգամ ասա թո պապային, հեր ու տղա թո նստեն մեր հասարակությունն էլ տենա իմանա թե ինչ լավ ընտանիք են, ինչ լավ ընտանիքի զավակ է, ինչ լավ դաստիարակություն է ստացել, ափսոս որ իրան մի ուզող չկա, որ մի ընտանիք էլ ինքը կազմի։ Հիմա ինչ ենք անում Պետրոս, ձեր ավանդույթի համաձայն դուք որ երկուսով եք գալու, պետք է կշեռքի ելեք։ Երկուստը մի հատ գնացեք կշեռքի ելեք եկեք։ Մի հատ հիմա մի հատ հաղորդումից հետո որ տենանք այդ մշակումից հետո խո քաշի գցե։ Այս մարդու արժեք իր քաշի մեջ է։